ես անձամբ նաև գալու եմ եւ մասնակցելու եմ այդ պատարագում եւ կոչ եմ արել մարդկանց, որ գան, բախում կազմակերպողը միայն այն է, ով այդտեղ փորձելու է գալ եւ գործընթացը խոչընդոտել եւ այսօր էլ նույն բանն են փորձել անել, իրանք են միայն ցանկանում այդպիսի սցենար, բայց թող լավ մտածեն նաև այդ սցենարի մասին, որտեղ հայ ժողովուրդը տանգնելու է իր սեփական եկեղեցին պաշտպանելու ուրեմն այդ առաքելության ուղու վրա եւ Կիրակի օրը տեղի է ունենում առաջի կոնկրետ եկեղեցու եւ պատարագի միջոցով նաև ազատագրումը Կտրիչ Ներսիսյանից եւ մեր եկեղեցին ազատագրելը պաշտպանելը մեր առաքելությունն է։ Ես շատ ուղիղ պետք է ասեմ, որ մեր նպատակն է ուրեմն այս մարդկանց հարցը, որոնք Ռուսաստանում սովետական ժամանակներից սկսած այդ KGB-ում իրանց ուրեմն գործակալ լինելը ապահովել են, հիմա արդեն KGB չկա եւ իրանք փորձում են միևնույնն է իրանց օրակարգը գտնել Ռուսաստանում մարդկանց եւ ուժեր ու միջոցով փորձում են իրենց օրակարգը առաջ մղել, որովհետեւ միակ տարբերակը, որ այդ ուժերը այստեղ շարունակեն իշխանությունը Հայաստանում, դա իրանց գործակալ լինելն է, դա Ռուսաստանին օգտագործելն է իրանց իշխանությունը այստեղ ամրապնդելու նպատակով, դա իրանց թալանն է Հայաստանում, դա իրանց բռնություններն են ժողովրդի դեմ եւ ուստի մեր նպատակն է, որ այդ տապերը եւ հարցը լուծվի, ավարտվի, որովհետեւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունին պետք է Ռուսաստանի հետ բարելավել հարաբերությունները, իսկ այս մարդիկ խոչընդոտում են, խանգարում են այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին